Ըստ երևույթի մենք ունեցել ենք մի իրավիճակ, երբ որ սրանք դուրս են գալի ու լուրջ դեմքով իրանք իրանք արտաքին հետախուզության ծառայությանը դերքում են, որովհետև արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականի սկզբին հրապարակել էր զեկույց, որտեղ ակնհայտ ցույց էր տվել Արևմտյան Ադրբեջան բիժվածքացին այդ գաղափարի իրականացման վտանգը Հայաստանի համար եւ ադրբեջանցիների բնակեցնելու։ Սրանք դուրս են գալի, ասում են, «Տես բան չկա, շպիոններն են, լրտեսներ են, ախպեր, դուք մի հատ գնացեք, ձեր մեջ պայմանավորվեք, ով ինչա խոսում»։ Որովհետեւ այս պարագայում ստացվում է, որ դուք ձեզ հերքում եք։ Կներեք, որ ասում են ժողովուրդը, որ քվեարկել է ընդդիմությանը, փողով է քվեարկել։ Դե ես հենց եմ ասում, ուրեմն գլուխները պատով են տալի են մարդիկ, ովքեր համարում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որ կարելի է առնել կամ չգիտեմ փողով քվեարկության բեր։ Գլուխները պատով են տալի։ Չգիտեմ։ Եթե կան լեգիտիմ է։ Ես կարծում եմ այդ հարցերը պետք է տակ իրենց, դրա հետ մեկտեղ եւս մեկ անգամ կրկնել։ Բոլոր այս իշխանությունը 180 աստիճան հակառակ իշխանություն է։ Ինքը ինչ ասում է, պետք է հասկանաս հակառակ 180 աստիճանով։ Հակառակ եւ բոլոր իրենց խոսքերը, բոլոր իրենց այդ իբր լուրջ դեմքով խելացի մտքերը կարտահայտել։ Բա դուք գետինը չեք մտնում, բա դուք երթում եք ուտում, հələ դնենք մի կողմ ընդդիմությունը։ Երթում եք ուտում քաղաքացու անունը, որ ով ինչ ուզում լինի քաղաքացու քվեն սրբությունա։ Բա ուրա վերցրեցի քաղաքացու քվեն ու տվեցի գետնով։ Այսօր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ 100 միլիոնավոր դոլարներ է ծախսել ընդդիմությունը խնդրում եմ, ես զրպարտություն է պատրաստում եք օրինակ Վահագն Ալեքսանյանի դեմ հայտարարել։ Մի վարքյան էլի ժողովուրդ ջան, գոյություն ունի հետևյալը, ժողովուրդը, մարդիկ ովքեր գնացել քվեարկել են, սրանք այնքան իրականում խառնվել են, որ նույնիսկ չեն հասկանում ինչ են խոսում։ Եվ եթե իրանց համար հայ ժողովուրդը միայն այն մարդիկն են, ովքեր իրենց ձայնն են տալիս, ապա իրենց համար տխուր լուր ունեն։ Հայաստանի Հանրապետության բնակչության գերակա մասը, նույնիսկ մարդիկ, ովքեր իրենց ձայն էին տվել, շատ շանտաժի տակ, ճնշման տակ, չգիտեմ ինչի տակ, իրենց դեմ են։ Վերջ։